նրան նայեք էլի, հələ նրան նայեք էլի, հələ նրան նայեք էլի։ Մի բան է կատարվում հանրապետությունը, որը ես չեմ կարողանում հասկանալ, որովհետև սկզբից ինձ թվում է, թե դա առանձին վերցրած բնակավար։ Հիմա Հայաստանում տեղի է ունենում մի բան, որը շատ մոտ է ինձ, որը ես կանվանեմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները ինչ-որ քաղաքական մեծ ակտիվություն են ցուցաբերում եւ ես ուզում եմ այս երևույթը հասկանալ։ Եվ երբ որ մտածում ենք, ասում ենք, լսեք, կարող է, որ թոշակները ավելացել են եւ այդ թոշակառուների եկամուտներն ավելացել են, կարող է տատիկ պապիկները ավելի շատ կոնֆետ են առնում թորնիկների համար, պաղպաղակ են առնում, հետո էլ ասում են, երևի ասում են, դե Նիկոլը թոշակը բարձրացրել է, հիմի ավելի շատ պաղպաղակ են առնում եւ երեխեքի վերաբերմունք այդտեղից է, չգիտեմ։ Համենայն դեպս ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ տեսեք, ես առավոտ 10:30-ից ուղիղ եթերում ոտքի վրա եմ, առավոտ 10:30 ուղիղ եթերում, վերջային ամենայնիվ 50 տարեկան եւ այլն, բայց կհավատաք ընդհանրապես հոգնածություն չունեմ, ինչն է պատճառը, դրա համար մի պատճառ կա, անընդհատ երեխեքը շուրջս են եւ ես այս տեմպով կարող 24 ժամ քարոզարշավ արեմ, 24 ժամ։ Ոչ, պարոն Փաշինյան, դրանից չի, ես կարող եմ ասել ինչից է։ Այսօր բոլոր ընտանիքներում ամենաշատը ձեզանից են խոսում, ու հիմնականում ձեր մասին դրական են խոսում, անգամ այն ընտանիքներում, որոնք տարբեր պատճառներով ստիպված կամ ստիպողաբար հայտնվում են ռուսա-բելարուսա-ալբանական օլիգարխների հանրահավաքների շարքերում, բայց երբ տանը ընտանիքով են լինում, զրուցում եւ խոստովանում են, որ դուք մեր անկախ Հայաստանի պատմության լավագույն եւ միակ ղեկավարն եք, ու մորոք Հայաստանի տնտեսությունը թռիչքային աճ է գրանցում, որ կանայք ձերորոք ավելի մեծ նվաճումների են հասնում, խոհանոցից դուրս գալով դառնում են գործարարներ, վարում են շքեղ մեքենաներ, Հայաստանի ժողովրդի համար քաղաքակիրթ աշխարհը ավելի մատչելի ու հասանելի է դառնում, քան փլուզվող Ռուսաստանը, ու այդ ամենը լսում են երեխաները, նրանք եւս ընկալում են ձեզ որպես սիրո առաջնորդ, հոգատար ղեկավար, իսկ ամենավերջում երեխաները երբեք չեն սխալվում, նրանց սերը ոչ բոլորին կարող է հասանելի լինել, եթե նրանք ձեզ սիրում են, ուրեմն ձեր մեջ էլ տեսնում են իրենց ապագան, խաղաղ ապագան, որտեղ անհոգ մանկություն են ունենալու։ Երեկ էլ դա ինքս զգացի, երբ Երևանի կենտրոնում զբոսնում էի գլխից ձեր կուսակցության, ՔՊ կուսակցության գլխարկներից էր, եւ երեխաների ժպիտը, նրանց ջերմ հայացքը, տպավորություն էր, որ երեխաները ձեզ էին փնտրում։ Շնորհակալություն ձեզ, որ մեծ սեր եք փոխանցում հայ ազգին եւ ապագա սերնդին, որ ապրելու են խաղաղ երկրում։ Գրել է Հայկ Թորոյանը։ Հավատ եւ վստահություն վարչապետի նկատմամբ։ Այս տեսանյութը ներկայացնում է Մերի Տոմոյանի անձնական ու հուզական ուղերձը, որտեղ Մերի Տոմոյանը իր անվերապահ աջակցությունն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բարի լույս բոլորիդ, ժողովուրդ ջան։ Մի հատ նյութ կա։ Նայենք ու ես մի բան ասեմ էլի։ Ժողովուրդ ջան, որ անձրևի տակ չկանգնեն, քայլեն գրասենյակ։ Իհարկե բոլորը չեք տեղավորվի, բայց այնտեղ մեծ զրույց շարունակենք։ Ադեթա չոք շիրնելի։ Դու եթերը դրած, գնացեք ձեպներում նստեք, մի բաժակ չայ դրեք, ես ու եթերով կխոսամ, դուք եք լսեք։ Եվ ատեն ոնց կլինի։ Ես պատակ չեմ անում, ես տեղ տնամ, գիտեք չեմ անի, գիտեք պատակ եմ անում, գիտեք որ կանեմ, հստահում եք որ կանեմ, հերվից տուգում եմ, վստահում եք, թե չէ, որ վստահում եք գնացեք տներով, չէ թե գնացեք տներով։ Օգտագործելով այգու եւ ծառերի փոխաբերությունը, Տոմոյանը նկարագրում է հեղափոխությունից հետո երկրի առջև ծառացած դժվարություններն ու բնական աղետների պես հարվածած փորձությունները։ Մերի Տոմոյանը շեշտում է վարչապետի բարոյական նկարագիրը, պնդելով, որ նա առաջնորդվում է բացառապես սրտով եւ աստվածահաճո արժեքներով։ Տեքստում քննադատության են ենթարկվում ընդդիմադիր գործիչները, որոնք մեղադրվում են պետականաշինությանը խոչընդոտելու եւ անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ։ Խոսելն անիմաստ է պրոստը։ Ես մենակ մի բան գիտեմ, այն ժամանակ էլ միշտ զգացել եմ Մոսկվայից, որին վարչապետը սրտով է առաջնորդվում։ Սրտով է մտածում, սրտով է զգում։ Բացի իր բոլոր աշխատանքները, նվիրվածությունը, հասկացողությունը, գաղափարները, ինքը նաեւ սրտով է մտածում ու առաջնորդվում։ Իսկ ինչպես գիտենք, սրտում բնակվում է Աստված։
Եթե մարդ իր սրտի հետ ներդաշնակ է, նա չի կարող վատ մարդ լինի։ Վարչապետս երբ որ հեղափոխություն արեց, բերեց մի հատ սիրուն այգի տնկեց։ Սկսեց խնամել, փայփայել, ջրել, ուրախանալ։ Ծառներն էլ էին ուրախանում։ Հետո հիվանդություն խփեց։ Այսինքն դեռ արմատները չամրացած հիվանդությունը խփեց։ Եվ շատ ծառներ հիվանդացան։ Սկսեց բուժել, փայփայել, խնամել, ուստեղ արհավիրք, փոթորիկ, կարկուց։ Վարչապետս փորձում էր բոլորին փրկեր, բայց չկարողացավ, որովհետև հնարավոր չէր բոլոր ծառերին փրկել։ Արևը դուրս եկավ, 4 բոլորը կոտրած ճյուղեր, տերևներ, արմատախիլ եղած ծառներ։ Բայց էլի ուժերը հավաքեց, էլի սկսեց խնամել իր այգին, ծաղկեցնել, բայց ամենահետաքրքիրն էր, որ հենց այդ պահին հարևան կոչվածները, ի նկատի ունեմ ընդդիմությանը, որոնք ինձ համար չուժ էր լավ, բերք էին պահանջում այդ պահին։ Ու հիմա էլ դիտում եմ վարչապետիս Քարոզ Արշավը, հայտնվում են մարդիկ, որոնք աբսուրդի ժանրից պահանջներ են ներկայացնում, բայց որ խորանաս իրանց սեփական կյանքում ոչ մի բանի հասած չկա, ինքնուրույն։ Այսինքն վարչապետս ծառը տնկում էր, սրանք քոքահամ էին անում, ժողովուրդն բերք էր պահանջում։ Վարչապետս խաչաչի սիրտը, էդի հաստատ, ու Աստված օրհնել է իրան, օրհնել է։ Ու այնքան շնորհակալ եմ ժողովրդիս, այն կարկուտի տակ կանգնած, բոլորին շնորհակալ եմ, որ այդքան մարդ ասեց գնացեք, չգնացին։ Ինքն էլ է ձեր նման, ժողովուրդ ջան, ձեր նման է, հետ չի կանգնում։ Ու ես պատկերացնում եմ արդեն հենց այս ընտրությունները ավարտվի, վարչապետս նորից հաստատվի, ինչքան փծտնելով ազարգացնելու մեր պետությունը։ Ես արդեն էդի գիտեմ, ես էդի զգում եմ, էդի պատկերացնում եմ, որովհետև ես միշտ եմ նախորոք ամեն ինչ զգում։ Դե հիմա տենց է, ծնված օրվանից այդ տեսակն եմ։ Ու երբեք չեմ սխալվել, երբեք, միշտ ճիշտ եմ դուրս եկել։ Անկամ որ անհասկանալի պրոցեսներ ա եղել, ես չգիտես խի զգացել եմ խի այդ պրոցեսը լինում։ Վերջաբանում արտահայտվում է լավատեսական հավատ, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կթևակողի զարգացման, ինքնիշխանության և տևական խաղաղության նոր փուլ։ Այս ելույթը հանդիսանում է քաղաքական վստահության և հավատարմության յուրօրինակ խոստովանություն։ Հպարտ եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանն է իմ վարչապետը։ Մերի Տոմոյան։ Ժողովուրդ ջան, այտենց ամուր պահեք ես նավակը, հասցնենք նավահանգիստ, որը կոչվում է խաղաղություն, զարգացում, ինքնիշխանություն, իրավական պետություն, պետականություն, մենք ստեղծելու ենք։ Ու ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ sense պատմական օրեր եմ ապրում։ Բարդ օրեր ապրեցինք, բայց պատմական օրեր են, շատ քաղցր օրեր են։ Որ հասնում ես ինչ որ մի արդյունքի վրա եկան չես ուրախանում, ինչքան որ այս պրոցեսի, ինչքան էլ բարդ լինի, դժվար լինի, պրոցեսը շատ համեղ է, շատ։ Սիրում եմ բոլորիդ, միշտ նոր հանդիպում։